Փոքրիկ Տիգրանի մայրը կիսվել է Նարինե Գալստյանի գրառմամբ։ Երկար ժամանակ չէի համարձակվում գրառում կատարել, այսօր ուժ հավաքեցի և տրամադրվեցի։ Շատ ափսոս, Տիգրան ջան, մեծ հույսեր ունեին քո ողջ լինելու հետ կապված, անասելի ցավ եմ ապրում նույն իմ Տիգրանի նման։ Էնպես լավ եմ հասկանում Տիգրանի մայրիկին, քեզ հույսով սպասում էր 20 օր, ես իմ Տիգրանին 63, ու գիտեմ, թե այդ անորոշ վիճակն ինչ աշճանի խելագարության է հասցնում ծնողներին։ Քո ծննդյան 2ամյակն անցավ առանց քեզ, իմ Տիգրանի 20ամյակն առանց Տիգրանիս, ով դեռ համարվում էր անհետ կորած։ Ես էլ Տիգրանի մամայի նման գլխաշորը գլխիս եկեղեցիներում Աստծուց խնդրում էի Տիգրանիս, թեկուզ վիրավոր, բայց վերադարձը։ Ոչինչ չեմ կարող ասել Տիգրանի մայրիկին, քանզի շատ լավ գիտեմ, որ ոչ ոքի, ոչ մի բառն ու արարքը չի սփոփի ու թեթևացնի նրա վիշտը։ Ձեզ համբերություն, եղեք առողջ և ես համոզված եմ, որ ձեր ընտանիքում դեռ կծնվի փոքրիկ Տիգրան։ Տիգրանի մոր կողմից տարածված այս գրառումը խորը անսահման ցավով ու մայրական անհատնում կարոտով գրված վկայություն է մի այնպիսի ցավի մասին, որ բառերով գրեթե անհնար է արտահայտել։ Երբ մայրական սիրտը կորցնում է իր լույսը, երեխային, աշխարհը կորչում է, ժամանակը կանգ է առնում, հույսն ու սրտի թրթիռը դառնում են անդադար մղձավանջ, այդ ամենը կարդացվում է այս գրառման տողերում։ Նարինե Գալստյանի խոսքերը ոչ միայն ողբ են, այլ նաև հոգու ճիչ։ Նրա գրառման մեջ սեղմվել են այն բոլոր 20 օրերը, երբ ողջ Հայաստանը հույս ու հավատ ուներ, որ Տիգրանը կգտնվի ողջ, որ հրաշք կլինի, որ մի մայր նորից գրկում կպահի իր որդուն։ Բայց հրաշք տեղի չունեցավ։ Եվ հիմա այս գրառման միջոցով խոսում է մի մայր, ով արդեն անցել է այդ ճանապարհով, ով իրեն զգում է Տիգրանի մայրիկի հույզերի մեջ, քանի որ ինքը նույնպես տարիներով հույս է կապել իր որդու վերադարձի հետ։ Նա գրում է իր Տիգրանի 20ամյակի մասին առանց Տիգրանի, ինչպես նաև փոքրիկ Տիգրանի 2ամյակի մասին առանց Տիգրանի։ Նարինեի գրառման ամեն բառ խորը անցնող է, նա հասկանում է Տիգրանի մոր լռությունը, լացը, խելագարության եզրին հասնելու զգացողությունը, որ ինքն էլ է ապրել։ Եվ նա չի փորձում սփոփել նրան գիտակցելով, որ այդ վիշտը սփոփելի չէ։ Բայց իր մայրական ամբողջ սրտով նա մի բան է ասում՝ համբերություն, առողջություն և մի խոստովանություն։ Հավատ, որ Տիգրանը նորից կծնվի այդ ընտանիքում, նորից կգա որպես լույս, որպես նշան Աստծուց, որպես հույսի շարունակություն։ Այս գրառումը տարածելով Տիգրանի մայրը ոչ միայն ընդգծել է Նարինեի խոսքերի հույզը, այլ նաև ցույց է տվել, թե որքան խոր է մայրական կապը, նույնիսկ ցավի մեջ։ Երբ ցավը կիսում է նույն զգացողությունն ապրած մարդիկ, խոսքը դառնում է ոչ միայն խորը, այլ ճշմարիտ։ Եվ այսօր այս վիշտը կիսելու օրը, երբ Մարմարի գյուղը դեռ ողբում է փոքրիկ Տիգրանի հիշատակը, այս գրառումը դառնում է նրա կյանքի սպասման և չիրականացած հույսերի խորհրդանիշը։ Տիգրանն ապրեց ընդամենը 2 տարի, բայց նրա անունը շարունակում է ապրել մայրերի սրտում, աղոթքներում ու մոմերի կրակում։ Տիգրան, դու գնացիր վաղաժամ, բայց քո պատմությունը մնաց մեր հիշողության մեջ որպես սրտի, ցավի, հույսի ու անհուն սիրո պատմություն։ Քո մայրը մենակ չէ, և քո անունը դեռ երկար կշարունակի թրթռալ մեր հոգիներում։ Սա մարդկային վշտի ամենադաժան երանգն է։ Բառերը փշուր են դառնում, երբ մայրը գոռում է ցավի մեջ իր բալիկի անունով։ Իմ հրեշտակ, իմ արիստոկրատ, իմ դաստիարակված բալա, էս ինչ սխալ ինֆորմացիա եք տարածում, վայ իմ կոկոն ծաղիկ, չհասցրեցիր բացվես, վայ իմ ծաղկած բալենի, էս ինչ արեցիր, իմ աղջիկ, դու աշխարհի մեծ սիրտ ունեիր, բայց ինձ անտեր թողեցիր։ Երանի քո քաղցրությունը վայելած չլինեի, իմ գարուն բալա։ Մայիսը սիրում էի, էլ չեմ սիրում, ինձ մի հատ մայիսի 24 տվեցիր, ատում եմ մայիսը։ Վայ իմ տունը քանդեցիր հիմնահատակ, վայ իմ պարծանք բալա, էլ ում պիտի նայեմ, ում ներկայությունը վայելեմ, ով ա ինձ մամ ասելու։ Վաղ մեռնեմ քեզ պատկերիդ, դու իմ սիրտը տարար քո հետ, իմ երջանկությունն էիր ուզում, բայց դու էիր էդ երջանկությունը։ Ինչեր ասեմ սիրտս հովանա, ինչ ասեմ քիչ ա, իմ անթերի բալա։ Այս տողերը գրել է Ալեքսանդրայի մայրը, ով ցավոք մահացել է կվադրոցիկլի վթարից։ Մայիսի 24, որ այլևս երբեք նույնը չի լինի։ Ծաղկաձորի արևոտ օրը վերածվեց մռայլ սև առավոտի։ Մի խումբ դպրոցականներ, որոնք պարզապես ուրախ էքսկուրսիա էին մեկնել իրենց դասղեկի և ծնողների ուղեկցությամբ,
այլևս տուն չվերադարձան։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ օրը կյանքը կփակի իրենց գիրքը կես էջի վրա, չավարտված երազանքի մեջ։ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհիներ Ալեքսանդրան և նրա դասընկերուհին Ալյոնան, նրանց անունները հավերժ կմնա մեր հիշողության մեջ, անմեղ հոգիներով մեկնել էին հանգստանալու, ծիծաղելու, ընկերների հետ լուսանկարներ անելու, բայց այդ օրը չդարձավ իրենց կյանքի ամենալուսավոր հիշողությունը, այլ վերջինը։ 4 աշակերտ որոշել էին նստել կվադրոցիկլ, ասում են վարորդը ինստրուկտոր էր, ասում են ինքը պետք է ապահովեր երեխաների անվտանգությունը, բայց նա գերազանցել է արագությունը, նա չի վերահսկել մեքենան, ականատեսներն ասում են նա եղել է ալկոհոլի ազդեցության տակ, իհարկե անմեղության կանխավարկածը ևս կա։ Եվ վայրկյանների ընթացքում կվադրոցիկլը կողաշրջվել է, երկու անմեղ կյանք խլելով, վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից, բայց արդյոք հնարավոր է փախչել պատասխանատվությունից, փախչել մայրերի ճիչերից, փախչել դատարկված սենյակներից ու պոկված մանկությունից։ Այո, սա պատահականություն չէր, սա համակարգային անտարբերության հետևանք էր։ Ով էր թույլ տվել այդ մարդուն վարելու, ով է վերահսկում, թե ովքեր են աշխատում նման վայրերում։ Քանի ծնող պետք է հողին հանձնեն իրենց զավակներին, որ մենք վերջապես հասկանանք, անվտանգության կանոնները թղթի վրա չպիտի մնան։ Այս երեխաները մեր ապագան էին, նրանք նոր էին սկսում ապրել, ու հիմա երկու գերեզման ավելի շատ կա այս երկրում ու հազարավոր հարցեր անպատասխան։ Ալեքսանդրան իր մոր համար ոչ միայն դուստր էր, այլ ընկեր, հենարան, հպարտություն։ Նրա մայրն այսօր չի լալիս, նա սգում է աշխարհի բոլոր մայրերի փոխարեն։ Նրա սիրտը դատարկ է, բայց գոռում է մեկ բառով՝ արդարություն։ Ոչ մի խոսք չի վերադարձնի երեխաներին, բայց արդարությունը կարող է վերականգնել վստահությունը, որ սա վերջին դեպքն էր, որ պարագայում երեխաների կյանքը կպաշտպանվի օրենքով, վերահսկողությամբ ու խստությամբ։ Երկու լուսավոր հոգի գնացին առանց հրաժեշտի, երկու մայր գրկեցին սառնությունն առանց վերադարձի հույսի, և ժողովուրդը պիտի պահանջի պատասխան, որովհետև լռելը նշանակում է մասնակցել, իսկ մենք պարտք ունենք այս երեխաներին պաշտպանել մյուսներին։